Բացառիկ քարտեզներ, որոնք պատկերում են Արցախի հարստությունները, վանքերը, եկեղեցիները, ամրոցներն ու բերդերը։ Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամն է կազմել ու տպագրել։ Մեր Արցախ երկրամասի, մեր նախնիների, մեր պապերի, ապապապերի դարավոր վկայագրերն են, այսինքն ժառանգությունն է ներկայացնում։ 2025-ի գլխավոր ռազմավարական ծրագիրն էր քարտեզների հրապարակումը։ Շնորհանդեսն էլ տեղի ունեցավ Genesis Armenia-ի հնգամյակի միջոցառմանը։ Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամի համար ծննդյան տարեդարձները տոնական հանդերձանքից, պերճաշուկ խոսքերից եւ քաղաքական բարեմաղթանքներից անդին իրականացված եւ ընթացիկ գործունեության, արձանագրված հաջողությունների եւ բացթողումների վերաբերյալ առարկայական եւ թափանցիկ հաշվետվություն են։ Սա մեր կարգապահ եւ նվիրական աշխատանքի բարոյագիտությունն է եւ առաջընթաց ապահովելու ընկալումը։ Սա ոչ միայն գիտականորեն հիմնավորված աշխատանք է, այլ նաև իրավաքաղաքական փաստաթուղթ, որը կոչված է պահպանել եւ ամրագրել Արցախի պատմամշակութային ժառանգությունը եւ ապացույցներ թողնել գալիք սերունդների համար։ Վերջին տարիների ընթացքում առաջի անգամ տպագրվեց մի աշխատանք, որը կոչված է լրացնելու նման աշխատանքների բնույթի աշխատանքներում եղած բացը։ Հիմնադիրներն ասում են, Genesis Armenian հայ ժողովրդի համար որպես սպեղանի ստեղծվեց 44-օրյա պատերազմից անմիջապես հետո։ Սկսեց համախմբել ամբողջ աշխարհով մեկ սփռված հայկական գիտամտավոր ներուժը եւ ծառայեցնել հայ ժողովրդի ազգային պետական շահին։ Ոչ կապիտուլյացիային։ Հոբելյանական միջոցառումը բացվեց խորհրդանշական ուղերձով։ Բագրատ Սրբազանն էր ուղարկել կալանավայրից։ Հասկանալի պատճառներով, ցավոք, չեմ կարող ներկա գտնվել այսօր ինձ համար սիրելի ընտանիքի տարեդարձին։ Բայց հավատում եմ, որ դուք այն կարևոր հիմքերից եւ սյուներից եք, որով եւ որի վրա կկառուցվի մեր համբուրելի տունը։ Չմոռանալ հանուն Հայաստանի, չներել հանուն Արցախի։ Կառույցի ստեղծման առաջին իսկ օրից բովանդակային առանցքը եղել է Արցախը։ Ծրագրերի 90%-ն իրականացվել է հենց Արցախում։ Արցախի հույդակառույցը Genesis Armenia-ի աջակիցներից էր։ Երկու կարևոր գործ արեց Genesis-ը ընդհանրապես այս քաղաքական կամ Արցախի հետ կապվող հարցերում։ Առաջինը, որ զգաց, տեսավ եւ շոշափելի ներդրում ունեցավ այն հարցի մեջ, որ Արցախը կիզակետ է։ Արցախը կիզակետ է հայապահպանման, Արցախը կիզակետ է ազգային ազատագրության։ Երկրորդ Նստ Պուլուզյանի մարդկանց այս գործում ներգրավելու ներուժներ։ Genesis Armenian Արցախում կարողացել է իր ծրագրերն անխոչնդոտ իրականացնել հատկապես այն ժամանակաշրջանում, երբ պետնախարարի պաշտոնը զբաղեցնում էր Արտակ Բեգլարյանը։ Երբ ասում ենք Genesis Armenia ուղեղային կենտրոն, սովորաբար մարդիկ ընկալում են, որ ուղեղային կենտրոնում վերլուծություններ են անում, լավագույն դեպքում գաղափարական աշխատանք են կատարում, բայց Genesis Armenian ավելին է։ Իսկ Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարման ընթացքում ուղեղային կենտրոնն աշխատում էր իր ամենամեծ ծրագրերից մեկի՝ մետաղաշինական եւ տեխնոլոգիական ամենամեծ տեխնոպարկը հիմնելու ուղղությամբ մի քանի 100 աշխատատեղի եւ արտադրանքի միջազգային իրացման հեռանկարով։ Նույնիսկ եթե կարճաժամկետ հատվածում մենք հնարավորություն չունենք վերադառնալ Արցախ, առնվազն պետք է ստեղծենք հիմքեր հետագա սերունդների համար այդ գաղափարը, այդ արժեքը ավելի արդյունավետ իրականացնել եւ դրա շրջանակներում այս վերջին ծրագիրը մեծ արժեք է ներկայացնում, որովհետեւ Արցախի հայկականության ամրագրման համար մենք նույնպես մեծ աշխատանք պետք է անել եւ միայն խոսել դե ակնհայտ է, որ Արցախը հայկական է։ Genesis-ը ծնվել է ճգնաժամային օրերին, ասում է Ավետիք Չալաբյանը, եւ այդ իմաստով միշտ եղել է առաջնագծում։ Եվ որպես ճգնաժամի պայմաններում ստեղծված կառույց, ինչպես եւ մենք հայակվեն, այդ իմաստով մենք ամբողջս ընթացքում զգալի չափով եղել ենք արձագանքողի դերում։ Մենք փորձել ենք այն իրավիճակում, որը պարտադրվել է մեր երկրին եւ մեր Արցախին, փորձել ենք իրականացնել այն ծրագրերը, այն գործողությունները, որոնք կարող էին մեղմել հարվածը։ Genesis Armenian կարևորում է հայաստանյան քաղաքական դաշտում նոր ձևավորած ուժի միասնության թևեր նախաձեռնության ղեկավարների հետ անցած ճանապարհը, հաջողված ճանապարհ է, ասում են։ Նոյեմբերի 10-ը դարձավ նոր մեկնարկային կետ բոլորիս համար։ Եվ եթե շատերս այդ ժամանակ սեփական անհատական ծրագրերն էինք ծրագրում եւ պլանավորում, թե ինչ պետք է անենք,
Genesis Armenia ուղեղային կենտրոնի ի հայտ գալը մեզ համար մի համակարգային երևույթ էր, որը ըստ էության տվեց այն լույսը, սփռեց այն լույսը, որը մեզ համար նաև որոշակի հավատ ներշնչեց մեր սեփական ուժերի նկատմամբ։ Կատարած աշխատանքը կարևորում է նաև ՀԱԿ-ի վարչապետի տեխնացու Լևոն Զուրաբյանը։ Պատմամշակութային ժառանգությունը այս պահին գտնվում է ոչնչացման գործընթացում։ Եվ բնականաբար այս գործը չեմ կարծում, որ կարողանանք սրանով կանգնեցնել այդ process-ը, բայց ամեն դեպքում շատ կարևոր է գոնե բոլոր փաստաթղթային դոկումենտալ այս արխիվը սարքել, պահել։ Իսկ կառույցի հիմնադիր տնօրենը տվեց անցնող քաղաքական տարվա գնահատականը, ներկայացրեց մարտահրավերները հաղթահարելու ճանապարհային քարտեզը։ Մեր ազգային Հայաստանակենտրոն արհեստավար, ազատ, շիտակ եւ համարձակ գործունեության, դիպուկ եւ անվրեպ խոսքի, ազգային պետական մտածողության գաղտնիքը ինքնիշխան որոշումներ ընդունելու, իրականացնելու եւ որևէ մեկից կամ ուժից կախում չունենալն է։ Genesis Armenia-ի առաքելության իմաստավորումը հենց այստեղ պետք է փնտրել եւ նմանատիպ կառույցներից տարբերվելու իր հանձնառության եւ պատասխանատվության չափաբաժինը պետք է հասկանալ հենց այս համատեքստում։ Genesis Armenia-ի անցած ճանապարհը մեկ օրվա կամ մեկ ծրագրի պատմություն չէ, ասում են ջենեսիսականները։ Դա շարունակական պայքար է հիշողության, ինքնության եւ պատասխանատվության համար։ Պայքար, որտեղ փաստաթուղթը դառնում է զենք, քարտեզը վկայություն, իսկ գործը խոսքից բարձր։ Սեդամ Ակաջյան, Սամվել Իսրայելյան, Մհեր Դավթյան, Անրանիկ Մասուրյան, ABC Media։